Ուսուցիչների ատեստավորման ժամկետները վերջին մեկ ամսում մի քանի անգամ փոփոխվել են։ Ատեստավորման ժամանակացույցի փոփոխություններն ըստ նախարարության արվում են ուսուցիչների խնդրանքով, բայց նախարարության այս հայտարարության մեկնաբանություններում ուսուցիչների արձագանքն այլ բանի մասին է։ Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգություններն ու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն ուղարկված դիմումները, տեղեկացնում ենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ Հայաստանի ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի հրամանով։ Ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի։ Նախարարությունը վստահ է, որ այս քայլը ուսուցիչների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, սակայն ուսուցիչների մեծ մասը դրա ստեղծած խնդիրների մասին է խոսում։ Իսկ հեռավոր գյուղերից կենտրոններ հասնող ուսուցիչների մտահոգություններն ինչու հաշվի չեն առել։ Ի վերջո նոյեմբերի վերջը ձմեռ է։ Պարապ նստած ձեր փոփոխություններին ենք սպասում, վաղն էլ կփոխեք։ Այս աստիճան անպատասխանատու մոտեցում ուսուցչի անձի ժամանակի առհասարակ գործունեության նկատմամբ հաշվի չի առնվում ուսուցչի անձնական ու մարդկային իրավունքներից ոչ մի կետ։ Միթե կարելի է 3 անգամ քննության օր փոխել։ Առանց այն էլ քննական ծանր բեռը ավելորդ լարվածություն է ուսուցչի համար։ Թեստերի խճճող որակին գումարվեց այս խայտառակ դրությունը։ Ի վերջո, այդ լարվածության տակ կքած ուսուցիչը դասարան է մտնում, մարդ է կերտում, արհեստական դժվարությունների պակաս չեք տալիս ուսուցչին, անպատասխանատու մոտեցում է։ Մարդիկ կարևոր բացառիկ գործեր էին նախատեսել ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի։ Օրինակ սեփական հարսանիքը։ Հիմա ինչ պիտի անի այդ երիտասարդը, ով եւ ինչպես է լուծում տալու այս հարցին։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, խնդիրը միայն ժամանակացույցը չէ, նախարարությունն իմիտացիա է անում, թե իբր աշխատում է։ Այս իրավիճակը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ այդ ողջ ատեստավորման գործընթացը արհեստական է եւ ձևական։ Դա որևէ հարց չի լուծում, դա ուղղակի շոու է ցույց տալու համար, որ կառավարությունը կամ նրա լիազոր այդ մարմինը, որը կրթության ոլորտում է, նախարարությունը ինչ-որ բան իբր թե անում է։ Մխիթարյանն ինքն էլ է շատ ուսուցիչներից դժգոհություններ ստացել, ատեստավորումը չի փոխել նրանց կյանքի որակը, հակառակը քննության հետաձգումն ավելի էլ արել վիճակը։ Լրացուցիչ դժվարություններ եւ խոչընդոտներ է առաջացնում կրթության կազմակերպման գործընթացը ինչ-որ ձև խանգարելու համար։ Եթե կարճ ասենք, դրա մասին է ընդհանուր խոսակցությունը։ Իսկապես, որովհետև մինչև հիմա տեսեք արդեն 4 տարի է անցել, այսպես ասած, այդ գործընթացի մեկնարկից, բայց նույնիսկ հստակ ընթացակարգ չկա։ Մխիթարյանը դժգոհություններ է ստացել նաև ատեստավորման մեթոդների եւ գնահատման կարգի վերաբերյալ։ Օրինակ նույն ուսուցիչն առաջին անգամ անցել է ատեստավորումը, երկրորդ անգամ ոչ։ Պարզվել է խնդիրը հարցաշարն է։ Նրա գիտելիքները բնականաբար են բարձր, կամ նա ինչ-որ բանով չի փոխվել, որովհետև ժամանակահատվածն էլ շատ պարզվել է, որ թեստերը կազմված են ոչ օբյեկտիվ, շատ սուբյեկտիվ, այնպիսի թեստեր, որոնք այնպես չի, որ տրամաբանական ինչ-որ հստակ լուծումներ ունեն։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը այս անգամ եւս մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում է պահանջում, որին կպատասխանի միայն գրավոր, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։ Մենք կներկայացնենք նաեւ նախարարության պարզաբանումը այն ստանալուն պես։ Սեդամ Ակադյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։